Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5321 և հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ Իրավունքի համահայկական կենտրոնի, Իրավունքի համահայկական ակադեմիայի հիմնադիր փաստաբան Տիգրան Սարգսյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան և YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, մենք ձեզ հետ ունեցել ենք հաղորդում, ձեզ ներկայացրել ենք այստեղ հիմնականում Հայաստանում եւ դրսից որոշ պետություններում արդեն ձեր գործունեության մասին գիտեմ, որտեղ հիմնականում դուք զբաղվում եք այն տղաների գործերով, ովքեր խուսափել են բանակից, ծառայությունից եւ հիմա ուզում են Հայաստան վերադառնալ։ Մեր լսարանի համար, այս մեծ լսարանի համար նախ միջև այդ բուն ձեր գործունեությանը անցնելը ներկայացնենք ինչ իրենից ներկայացնում Իրավունքի համահայկական կենտրոնը, համահայկական ակադեմիան, ինչու որպես փաստաբան որոշեցիք այդ դպրոցները հիմնել եւ դրանից հետո դա ինչ է ձեզ տվել։ Շնորհակալ եմ։ Նայեք, դուք նշեցիք նաեւ ձեր նույն խոսքով նաեւ մեր հասարակության շատ անդամներ նշում են, որ տղաները խուսափել են ծառայությունից, իրականում իրենք չեն խուսափել ծառայությունից, ուղղակի ճակատագրի բերումով իրենք բնակվում են Հայաստանից դուրս։ Երկար ժամանակահատված մեր մոտ ցավոք սրտի արտագաղթ եղավ եւ տղաները շատ փոքր են եղել, նույնիսկ կամ որ դրսում ծնվել են։ Հայաստանում ընդհանրապես չեն եղել կամ 2-3 անգամ են եղել։ Մենք ունենք հայրենակիցներ, որ դրսում ծնվել են, սակայն իրենց ծնողները եղել են Հայաստանի քաղաքացի եւ օրենքի ուժով իրենք են համարվում քաղաքացի եւ իրենց բնակության պետություններն իրենց չեն տվել քաղաքացիություն, քանի որ ասել են դուք Հայաստանի քաղաքացի եք։ Եվ տղաները ճակատագրի բերումով ոչ դիտավորյալ, ոչ ծրագրավորված չեն անցել Հայաստանում զինծառայություն։ Չնայած հանդիսանում են քաղաքացի, չնայած ունեն պարտավորություններ։ Եվ այդ ծառայություն չանցնելը այսօր իրենց համար մեծ խնդիր է դարձել, որովհետև իրենց բնակության երկրներում ապրում են առանց անձնագրի, քանի որ քաղաքացիություն հայկական է եւ Հայաստանը չի տալիս այդ անձնագիրը, քանի որ չկատարած պարտավորություն կա, իսկ բնակության երկիրներն էլ իրենց լիարժեք չեն ընդունում, որովհետև իրենք էլ ասում են, որ գիտես, ձեր պետության օրենքով դուք այնտեղի քաղաքացի եք, այստեղի քաղաքացիություն ստանալու համար նախ պետք է այնտեղի անձնագիրը վերցնեք, դրանով ներկայանաք ու միլիոնավոր մեր հայկական ընտանիքներ, գրեթե ամեն ընտանիքում այդ խնդիրը կա։ Միլիոնավոր հայկական ընտանիքներ դրսում ապրում են խնդիրներով։ Ինչու հիմնադրվեց Իրավունքի համահայկական կենտրոնը։ Իրավունքի համահայկական կենտրոնը հիմնադրվեց, որովհետև ես միայնակ արդեն չէի կարողանում այդքան մեծ բեռ եւ պատասխանատվություն տանել։ Երկար ժամանակ ես որպես փաստաբան, որպես անհատ աշխատեցի դրսում ապրող հայերի հետ իրենց իրավական խնդիրները լուծելու համար եւ բարեբախտաբար հաջողեցի, վստահությունը իմ անձի նկատմամբ շատ արագ աճեց եւ ես որոշեցի ավելի մեծ պատասխանատվություն վերցնել ինձ վրա եւ հիմնադրեցի Իրավունքի համահայկական կենտրոնը։ Կենտրոնի նպատակը աշխարհում գտնվող հայերին օգնելն է, իրավական աջակցություն ցույց տալն է եւ մենք ունենք շատ հեռու գնացող նպատակներ, երազանքներ, մենք գտնում ենք, որ պետք է ստեղծվեն իրավական մեխանիզմներ ամբողջ աշխարհում ապրող հայերին միավորելու համար եւ մեր հայ ժողովուրդը պետք է կարողանա իր գտնվելու վայրի երկրներում իրեն պաշտպանել, ինտեգրվել եւ ունենալ նաեւ աջակից գործընկեր Հայաստանում իդեմս Իրավունքի համահայկական կենտրոնի։ Եվ այդ նպատակով ես հիմնադրեցի, մենք ունենք հիմա բավականին փորձառու հմուտ մասնագետների խումբ եւ մենք անընդհատ հասանել ենք 24 ժամ հասանել ենք ակադեմիան եւ դպրոցը կենտրոնը։ Այո, ես որպես փաստաբան աշխատում եմ 2015 թվականից որպես փաստաբան։ Դրանից առաջ էլ 10 տարի աշխատել եմ պետական կառավարման համակարգում, այսինքն իմ գործունեությունը ավելի քան 20 տարի մասնագիտական, սակայն ակադեմիայի հիմնադրման որոշումը կայացվեց նախորդ տարի եւ մենք
մի տարի, երևի մի տարուց ավել մենք արդեն որպես կազմակերպություն ենք հանդես գալիս։ Դուք տեսանյութ եք ձեր Facebook-յան էջում տեղադրել, որտեղ ընդունել եք դպրոցական աշակերտներին ձեր կենտրոնում։ Դա ինչով է պայմանավորված, ինչի համար է արվում այդ հանդիպումները։ Իրավունքի համահայկական կենտրոնը նաև իրեն կից հիմնադրեց եւ գործում է Իրավունքի համահայկական ակադեմիան։ Մենք գտանք, որ մեր պրակտիկ փորձը պետք է նաև փոխանցենք երեխաներին, երիտասարդներին նաև օգնենք նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում, որ իրենք դպրոցական տարիներից արդեն պատկերացում ունենան իրավաբանի մասնագիտության վերաբերյալ եւ գիտակցված ընտրություն կատարեն, եթե որոշում են իրավաբանի մասնագիտություն ընտրել, որտեղ նույնիսկ իմ ուսանողական տարիներին մեր կուրսում կային շատ տղաներ, ովքեր ընտրել էին իրավաբանի մասնագիտությունը ոչ գիտակցված։ Եվ նրանք ցավոք սրտի հիմա չեն աշխատում մասնագիտության, որտեղ դա իրենցը չէր։ Ծնողների պարտադրանքով կամ ուղղակի իմիջի մոդայի թելադրանքով ընտրել են այդ մասնագիտությունը։ Ես գտնում եմ, որ մենք կօգնենք, մեր կենտրոնը կօգնի մասնագիտական կողմնորոշման հարցում, գիտակցված ընտրության հարցում դպրոցականներին։ Սա հիմնադրման նպատակներից մեկն է։ Ավելի մեծ նպատակը ընդհանուր հասարակությունում իրավական արժեքների, իրավական գիտելիքների տարածումն է։ Իրավական մշակույթը դարձնել հասանելի դեռևս մանկական տարիքից։ Մենք երեխաներին ընդունում ենք եւ խոսում ենք պարզ, մատչելի, ոչ իրավական տերմիններով եւ բարդ խոսքով, այնպես որ իրենք ընկալեն իրավունքը, պարտականությունը, երբ կարելի ասել ոչ, նաև մերժել, եթե դա խախտում է քո իրավունքը, անձնական անձեռնամխելիությունը, տարածքը, նաև երեխաների մոտ բնականաբար խոսում ենք կարգապահության մասին, պատասխանատվության, պարտավորությունների գիտակցման, այնպես չէ որ իրավունքը ուղղակի կա, նաև իրավունքը փոխկապակցված է պարտավորությունների եւ պատասխանատվության հետ, դա ենք երեխաներին բացատրում եւ բարեբախտաբար մեր ծրագրերը ունենում են շատ մեծ դրական ազդեցություն երեխաների մոտ, ծնողների մոտ, դպրոցների մանկավարժների մոտ, ովքեր երեխաներին ուղեկցում են, բերում են մեր ակադեմիա, մեծ ոգևորություն են առաջացնում։ Դա էլ բերում է նրան, որ մենք որոշել ենք, որ ծրագիրը կլինի անընդհատ, մենք չենք հրաժարվի այս լավ գաղափարից եւ կօգնենք դպրոցականներին, երիտասարդներին այս կարևոր գործում։ Պարոն Սարգսյան, դեռ ձեր հիմնական գործունեության մասին կխոսենք, քանի որ խոսեցինք աշակերտների մասին եւ ծրագիրը, որ բերում գալիս են ձեզ մոտ, ամեն դեպքում դուք իրենց որոշակի գիտելիքներ եք տալիս, դաստիարակության հարցն է այստեղ քննարկվում։ Վերջերս անչափահասների մասնակցությամբ բավականին շատ դեպքեր արձանագրվեցին եւ դպրոցի ներսում, եւ դպրոցից դուրս, եւ որ ինչ որտեղ մանկավարժները փորձեցին այդ ամենը կոծկել, այս ջրի երես չհանել, մի խոսքով։ Հիմա այսպեսի մի հարց, անչափահասների այս ինչու եմ այս ամենը ձեզ հարց տալիս, որովհետև հենց անչափահասները արդեն հաշվառման են կանգնում, որ պետք է գնան ծառայության եւ այդ բարքերը աստիճանաբար դպրոցից հետո տեղափոխվում են նաեւ ծառայության ընթացքում։ Ովքեր են այստեղ հիմնական, այսպես ասած, մեղավորները, երբ որ այդ անչափահասների մեջ տարաձայնությունները գալիս է հասնում է դանակահարության, ուժեղ ծեծի, նույնիսկ նկարահանում են այդ ամենը, գցում են համացանց։ Ով է այստեղ մեղավորը, թե մեղավորներ չպետք է փնտրել, դա համակարգային փոփոխությունների կարիք ունի։ Տեսեք, մեղավորները արժեքներ ստեղծող եւ այդ արժեքները տարածող անձիկ են կամ կազմակերպություններն են, սկսած մանկական մուլտերից, սկսած մանկական խաղալիքներից եւ զբաղմունքներից, սարսափելի բաներ եմ ես տեսնում, օրինակ։ Դուք ինքներդ երեխաներ ունեք եւ Այո, օրինակ ես մտնում եմ սուպերմարկետ, ասենք Երևան City, վերջերս նման դեպք եղել է։ Եվ տեսնում եմ, որ մանկական խաղալիքների վաճառքի կենտրոնում այդ հատվածում մանկական խաղալիք է դրված, որի տուփը սարսափեցնող է։ Ես վերցնում եմ, ասենց որպես այս տարիքի մարդ, այսքան ասենք փորձով ընդ որում ծառագույն դեպքերի հետ առնչվող եւ տուփը նայում եմ սարսափելի տուփ է, ինչ որ գանգա,
ու դա ասենք մանկական խաղալիքը։ Օրինակ ես կանչեցի այդ city manager-ին, ասացի չեք վաճառում։ Բայց հսկողություն չկա, հա, ինչ ուզենք կվաճառենք։ Բայց ուրիշների համար դա սովորական խաղալիք է, դուք եք նկատում։ Հա, երևի։ Այսինքն կարելի է տենց խաղալիք ստեղծել, կարելի է տենց խաղալիք ներմուծել Հայաստան ու կարելի է վաճառել, հա։ Բա այս մեր պետությունը ուր է։ Կամ նույնը մեր երեխաները մտնում են խանութներ եւ այդ խանութների կասաների մոտ զիբիլ է լցրած։ Քաղցրավենիքի անվան տակ զիբիլ, իրականում զիբիլ է դա։ Ու իրանք գույնզգույն փաթեթներով երեխան ուզում է ծնողնել վերցնում է։ Բայց դա մեր ազգային անվտանգության դեմ շատ լուրջ սպառնալիք է, շատ լուրջ։ Սկսած երեխայի առողջությունից ֆիզիկական, հոգեբանական եւ այդ սարսափելի խաղերը, սարսափելի մուլտերը, սարսափելի սնունդը ոչ միայն ֆիզիկական առողջությանն է սպառնում, այլ նաեւ հոգեկան առողջությանն է սպառնում։ Եվ այսօր ծնողը միայնակ կանգնած է մի հատ, չգիտեմ, համաշխարհային ահռելի ինչ որ հոսքի դեմ միայնակ ծնողը կանգնած է։ Իր պետությունը ոչ մի բան չի անում։ Ընդ որում այդ հոսքը ամենավատագույն ձևերով է։ Հա։ Հիմա ասենք ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ես ակնկալում եմ, որ պետությունը պետքա պաշտպանի ինձ, իմ երեխային այդ վտանգավոր սնունդից, վտանգավոր խաղալիքներից։ Եվ համացանցը հասկացանք համացանց, բայց օրինակ ասենք, ես չգիտեմ, այդ համացանցում, որ տենց ամեն մի առողջությանը եւ հոգեկան աշխարհին սպառնացող նյութեր տարածվում են, դա ինչ որ ձև չի վերահսկվում, երկրներ կան, որ վերահսկում են։ Երկրներ կան, վերահսկում են նման նյութերի դեմ արգելափակումներ կան, հա։ Հայաստանում չկա ցավոք սրտի։ Հիմա տեսեք, երեխան, որ հենց այդ տարիքից այդ ամեն ինչին առնչվում է, ինքը արդեն խնդրեմ ունի։ Դրան գումարած երեխան գնում է մանկապարտեզ, օրինակ ասենք ես մանկապարտեզների կողքով որ անցնում եմ, այդ երեխաների լացը, այդ խառնաշփոթը, դա ասենք ինչ է, ստրեսի բուն է։ Պետական մանկապարտեզներում ուրեմն երեխաներին լցնում են մի սենյակի մեջ, չկան խաղալիքներ, չկան զբաղմունքներ, չկան հետաքրություններ եւ երկու հոգի դայակ եւ դաստիարակ 5-6 ժամ այդ երեխաներին անընդհատ ասում են խելոք մնացեք եւ հոգեբանել են։ Հա, հոգեբան դե մի հատ ամբողջ մանկապարտեզի համար ու ասենք այտենց մենք սերունդ ենք դաստիարակում բնականաբար հետո այդ երեխաները գնում են դպրոց հետո դպրոցից հետո հասարակություն, հետո ծեծկրտուկ, դանակահարություններ, հետո բանակ, ընդեղ էլ ծեծկրտուկ, ընդեղ էլ դանակահարություններ։ Հիմա օրինակ նախընտրական շրջան է, մենք ունենք քաղաքական գործիչներ, ոչ մեկ չի ասում, ասենք, ինչ ծրագրեր ունի 20, 30, 100 տարի հետո մեր երկրի համար։ 100 տարի հետո մեր երկիրը ինչպեսին է լինելու։ Բոլորը խոսում են այ այսօր վաղը, հիմա բայց երկարաժամկետ ծրագրեր չունենք, իսկ երկարաժամկետ ծրագրերը խոսում է երկարաժամկետ ծրագրերի մասին եւ ասում է այն ինչ որ այսօր հիմնադրելու ենք դա մոտ 100 տարվա համար է։ Դա խոսում է, բայց մենք այդքան համոզմունք չունենք։ Եթե երկարաժամկետ ծրագրերի մասին է խոսում, բա ինչի մեր երեխաներին չեն պաշտպանում այդ վտանգավոր խաղալիքներից ու վտանգավոր սնունդներից։ Այդ սնունդները որ ներմուծվում են, սնունդ չէ, էլի զիբիլ։ Ու այդ սուպերմարկետների եւ ոչ միայն սուպերմարկետների այդ կասաների մոտ լցնում են։ Դա ինչ չի արգելվում։ Ինչ են ասենք որոշ մարդիկ դրա վրա հարստանում։ Նույն այդ խաղալիքները, ինչի՞ պետք է ես այդ խաղալիքի տուփը վերցնեմ ու սարսափեմ, որ այդ խաղալիքները արտադրված են երեխաների համար։ Դա ով պետք է վերահսկի։ Ու դրանից գալիս է մեր բանակային խնդիրները։ Եկեք բանակային խնդիրների մասին խոսենք կարճատև գովազդային դադարից հետո հարգելի հայրենակիցներ հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն է իրավունքի համահայկական կենտրոնի իրավունքի համահայկական ակադեմիայի հիմնադիր փաստաբան Տիգրան Սարգսյանը։ Պարոն Սարգսյան, փաստորեն մենք անչափահասներ եւ հիմա անցնենք արդեն ծառայության խնդիրներին։ Խնդիրներ, որոնք միջև նախքան ծառայությունն են, խնդիրներ ծառայության ընթացքում եւ ծառայությունից հետո եւ նույնիսկ մարդիկ, ովքեր ծառայության մասին չեն մտածում, բայց երբեմն ընկնում են խնդիրների մեջ, որտեվ, ինչպես դուք ասացիք, կամ երկրում չեն, կամ խուսափել են, կամ ժամանակին ծնողները կարողացել են նրանց ազատել այդ ծառայություն իրականացնելու պարտականությունից։ Նայեք, մեր կազմակերպությունը օգնում է եւ Հայաստանում բնակվող մեր քաղաքացիներին, ովքեր խնդիրներ ունեն ծառայության հետ կապված, եւ նաեւ
արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին։ Հիմնականում մեր կապը արտերկրի քաղաքացիների հետ է։ Եվրոպայում ապրող մեր տղաները, չունենալով հայկական անձնագիր, նաև Միացյալ Նահանգներում, չունենալով հայկական անձնագիր, դժվարություն են ունենում իրենց բնակության պետություններում ստանալ կացություն։ Պատկերացրեք, դիմում են, ասում են՝ «Տուր ինձ ապրելու իրավունք», եւ իր անձնագիրը հայկական վավեր չէ, ժամկետն անցած է։ Եվ այդ ընդունող պետությունները պահանջում են կամ վավեր անձնագիր, կամ բացատրություն, թե ինչի դու չունես անձնագիր։ Մեր քաղաքացիները դիմում են մեզ, մենք եթե 27-ը լրացած է տղայի, հնարավորություններ կա իրեն օգնելու հայկական անձնագիր եւ զինվորական գրքույկ, մեր օգնությամբ, մեր իրավական աջակցությամբ իրեն կարողանում են շատ դեպքերում անխոչնդոտ ստանալ, եթե 27 տարին լրացած է։ Մնացած դեպքերում մենք իրենց բացատրում ենք, ասում ենք, որ դու պարտավորություն ունես, պետք է վերադառնաս ծառայես։ Բայց տղաներ կան, որոնք շատ են ինտեգրված այդ պետություններում եւ դպրոցն են այնտեղ ավարտել եւ աշխատանք ունեն եւ հիմա աշխատանքը պահելու համար իրենք ուզում են այդ կացության կարգավիճակը ստանալ կամ երկարացնել, սակայն Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեն եւ հոգեբանորեն եւ ֆինանսական տեսանկյունից ընտանեկան կարգավիճակից ելնելով մենք իրենց օգնում ենք ամեն դեպքում մեր հայերն են եւ մեր եղբայրներն են եւ իրենց պետք է օգնել մենք կարողանում ենք Հայաստանից հարցումներ անել եւ հավաքել փաստաթղթեր, որտեղից երևում է, որ իրենց անձնագիր չունենալու պատճառը բանակային խնդրով է պայմանավորված եւ դրանք այնտեղ իրենց հնարավորությունները բարձրացնում են այդ փաստաթղթերը, որովհետեւ եւ Միացյալ Նահանգներում եւ եվրոպական պետություններում պարտադիր զինծառայությունը չեն ընդունում։ Իրենք համարում են, որ դա պետք է աշխատանքի նման լինի, պրոֆեսիոնալ լինի, մարդու կամքով եւ նաեւ վարձատրությամբ լինի եւ հասկանալով, որ մեր տղաները անձնագիր չունեն միայն բանակի պատճառով, իրենք կրիմինալ չեն, հանցագործություններ չունեն, Հայաստանի հետ այլ խնդիրներ չունեն, սովորաբար իրենց ընդառաջում են, որովհետեւ իրենց ընկալմամբ այդ պարտադրանքը իրավական չի, մարդու իրավունքների խախտումը, էլի, այդպես են իրեն գնահատում եւ այս ամեն ինչը հաշվի առնելով այդ եվրոպական իրավունքի տեսանկյունից դիտարկելով խնդիրը կարողանում ենք մենք օգնել մեր քաղաքացիներին։ Մինչև 27 տարեկան ապրելու իրավունք է այնտեղ հեշտությամբ ստանալու հարցում։ Մենք ունենք բազմաթիվ տղաներ, որոնք քրեական գործով հետախուզման մեջ են եւ կան բազմաթիվ տղաներ, նույնիսկ ավելի շատ, ովքեր քրեական գործեր չունեն, որովհետև իրենք ժամանակին զինվորական հաշվառման չեն կանգնել։ Մենք ունենք այսպիսի կարգավորում, որ քաղաքացիները 16 տարեկանից պետք է գան կանգնեն զինվորական հաշվառման։ Նման կարգավորում ունենք։ Սակայն այն տղաները, ովքեր չեն եկել ու չեն կանգնել, իրենց դեմ քրեական հետապնդումներ չի իրականացվել։ Եվ ստացվում է ով պարտաճանաչ է, քրեական հետապնդում է, ոչ թե պարտաճանաչ է, այլ անձնագիրը վերցրել է 16-ից հետո։ Տղաներ կան, ովքեր 16 տարեկանում հայկական անձնագիր են ուզել եւ այդ դեպքում հաշվառումը պարտադիր է եղել զինվորական։ Տղաներ են եղել, որ ընդհանրապես անձնագիր չեն ունեցել կամ ունեցել են վերցրել են մինչև 16 տարեկան։ Սա ոչ թե պարտաճանաչության հարց է, այլ Հայաստանի իրավազորությունից օգտվելն, այսինքն իրենք Հայաստանից թուղթ են վերցրել, անձնագիր են վերցրել, կարևոր է իրենք որ տարիքում են դա վերցրել։ Մինչև 16 տարեկանի վերցրած լինելու դեպքում հաշվառման չեն կանգնում եւ հետեւաբար այս պահին իրենք չունեն քրեական հետախուզումներ, սակայն այս պահին նաեւ դժվարություններ կա անձնագիր ստանալու հարցում, որովհետեւ անձնագիր ստանալ դա նշանակում է գալ ծառայել։ Հիմա Արգենտինայում ապրող տղային ասես արի Հայաստանում ծառայի, ու լավ կլինի ծառայի, նույնիսկ որոշները հնարավոր է գալի ծառայում են, բայց շատերն էլ չեն գալիս, բայց մեր հայրենակիցներն են, մեր քաղաքացիներն են ամեն դեպքում իրենց օգնել պետք է։ Նրանք, ովքեր որ զինվորական հաշվառման չունեն, իրանց մենք օգնում ենք, իրենց հարցերը կարգավորում ենք այստեղ լիազորագրով, որպես իրենց ներկայացուցիչ, իրենք արտերկրներում մեր հայկական դեսպանատներից ստանում են անձնագրերը։ Նրանք, ովքեր հետախուզման մեջ են, իրենք պարտադիր պետք է վերադառնան։ Վերադառնալու դեպքում, տեսեք, տարբեր կարգավորումներ կան։ Եթե իրենց 27-ը չի լրացել, իրենք կարող են գալ
ծառայել եւ քրեական գործը կարճել։ Եթե իհարկե առողջական տեսանկյունից պիտանի են։ Եթե առողջական տեսանկյունից պիտանի չեն, իրենք գալիս են փորձաքննություն են անցնում եւ իրենք եթե պարզվի որ ժամանակին չեն եկել, բայց որ գային միևնույն է պիտանի չէին, միևնույն է իրենք ծառայության չէին գնալու, բայց չեն եկել կա քրեական գործ։ Իրենք ազատվում են պատասխանատվությունից, որտեղ համարվում է, որ հանցանք չկա։ Այսինքն վախենալ երկիր վերադառնալ այս հարցով պետք չի։ Ուղղակի խորհրդակցել է պետք։ Տղաներ կան, ովքեր նույնիսկ հաշմանդամություն ունեն, բայց իրանց վրա քրեական գործ կա, հետախուզում կա այն մեղադրանքով, որ իրենք խուսափել են զինվորական ծառայությունից։ Այդ տղան հաշմանդամ է, բայց հետախուզության մեջ է։ Ընդամենը պետք է այդ տղան գա, ներկայանա, ասի գիտես, ես 18 տարեկանում չեմ եկել, բայց որ գայի, ես միևնույն է ենթակա չէի ծառայության։ Այդ դեպքում քրեական գործը կարճվում է, Բայց այստեղ նաև մտածում են իրենց իրավունքները այդքան չեն պաշտպանվի, պարոն Սարգսյան։ Դրա համար գուցե ձեր տեղը պետք է իմանա, որ կարողանան վստահ լինել։ Հիմա տեսեք, նոր օրենսդրական կարգավորումներով 27 տարին լրացած անձը կարա գա 15 միլիոն դրամ վճարվի եւ ներվի։ Հիմա շատերը ասում են 15 միլիոն, ասում եմ սպասեք, եկեք հասկանանք, դուք այդ 15 միլիոնը վճարելու պարտավորություն ունեք, թե չէ, բոլորին թվում է, որ իրենք պետք է վճարեն, ոչ։ Եթե տղան գալիս է եւ քրեական գործով հիմնավորվում է, որ ինքը զինծառայության ենթակա չի եղել, այսինքն սուբյեկտ չի եղել, ինքը որ գար միևնույն է չէր ծառայելու, մարդը հիվանդություն ունի, գար չէիք տանելու, հիմա դուք ոնց եք իրան մեղադրում ծառայությունից խուսափելու մեջ։ Նման դեպքերում այդ 15 միլիոնը չի վճարվում։ 15 միլիոնը վճարվում է, եթե հիմնավորվում է, որ կա հանցանք, դա խրախուսական նորմա, վճարվում է, որպեսզի ներում լինի։ Բայց եթե հանցանք չկա, այդ դեպքում դրա վճարման անհրաժեշտություն չկա, մենք բազմաթիվ տղաների օգնել ենք։ Իրենք գալիս են 2-2.5 ամիս տևում է process-ը, հետազոտություններ, քննչական գործողություններ եւ քրեական հետապնդման դատարկ։ Դուք եք հետևում այդ բժշկական հետազոտությունների արդյունքներին, այսինքն պետք է վստահ լինեք, որ դատաբժշկական փորձաքննություն է լինում։ Դատաբժշկական փորձաքննությունը դա պատասխանատվության բարձր մակարդակ է դատաբժշկի համար, ինքը ստորագրում է, որ կեղծ եզրակացության համար կամ կեղծիք գործելու համար ինքը ենթակա քրեական պատասխանատվության, այսինքն չի կարա դատաբժշկը կեղծ եզրակացություն տա։ Դրա համար կա փաստաբան, ով կբողոքարկի, իհարկե մենք հետևում ենք եւ նույնիսկ մեր տղաներին դիմավորում ենք օդանավակայանում։ Իրենց գալուց առաջ, իրենց գալը նախապատրաստում ենք, նախորոք, դիմումները ներկայացնում ենք ոստիկանություն, քննչական կոմիտե, պայմանավորվածություն ենք ձեռք բերում ոստիկանության համապատասխան պատասխանատուների հետ։ որ տղաներին օդանավականից բերման չի ենթարկեն։ Ոչ թե բերման չի ենթարկեն, այլ ժամանակին ընդունեն, ժամանակին փաստաթղթավորեն, ժամանակին ներկայացնեն քննիչին, քննիչը արագ եւ ժամանակին կատարի բոլոր անհրաժեշտ գործողությունները եւ տղային տուն ուղարկի։ Որպեսզի դա օրեր չտևի, որպեսզի քանի որ իրենք եկողները կալանք կա իրենց նկատմամբ, որպեսզի իրենց չտանեն կալանավայր, որպեսզի իրենք ստիպված չլինեն 48 ժամ մնալ կալանքի տակ, որովհետև ըստ կարգի, եթե դատանը կալանքա կիրառել, 48 ժամվա մեջ որոշվում է կալանքը երկարացվի, թե ազատ արձակվի։ Դա նշանակում է, որ արդեն ձեզ չեն վստահում, զղջում են, որ եկել են Հայաստան, եթե նման բան լինի, բայց որպեսզի մենք տղային 48 ժամ չպահենք արգելանքի տակ, մենք այնպես ենք անում, ինքը 3-4 ժամ հետո տուն է լինում։ Առավոտը իջավ, արագ ոստիկանության բաժին, արագ փաստաթղթավորում, որ ինքը կամավոր ինքնակամ է եկել քննիչի մոտ, 2-3-4 ժամ մենք աշխատում ենք եւ ինքը տուն է գնում։ Տուն է գնում, նշանակվում է դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվում է, որ ինքը պիտանի չի եղել ծառայության համար, քրեական գործը կարճվում է, ինքը ստանում անձնագիր, զինվորական գրքույկ, բոլոր իր հարցերը Հայաստանի հետ կարգավորում է։ Այն դեպքում, երբ կան քրեական գործեր, եթե չկան քրեական գործեր, այսինքն հաշվառված չի եղել եւ չի ներկայացել, հա, հաշվառման չկա քրեական գործեր, այս դեպքում Հայաստան գալու անհրաժեշտություն չկա։ Մենք այստեղ իրենց հարցերը պաշտպանության նախարարությունում կարգավորում ենք, որպես ներկայացուցիչ լիազորագրով գրությունը գնում է դեսպանատուն եւ այդ գրության հիման վրա դեսպանատուն իրենց անձնագիրը տալիս։
Այնպես որ պետք չէ խուսափել Հայաստան վերադառնալ, պետք չէ այդ 15 միլիոն ունենալը եւ չունենալը գցել բռնել թե որտեղից պետք է գումարը ճարել, այլ մասնագետին կոնկրետ դիմել եւ հարցերը դուք իրենց փոխարեն, այսպես ասած 90%-ով հարցեր լուծում եք, մինչեւ հասնում են ձեզ, դառնում է 100%։ Պարոն Սարգսյան, եթե ամփոփենք առաջին հատվածը, 15 միլիոնը դա խնդիր չէ։ Այո։ Պետք է նախ իմանան իրենց իրավունքները, դա այդ գումարը իրենց պետք է գալու թե ոչ։ Հայրենիք վերադառնալը խնդիր չէ, որտեղ կա ձեր կազմակերպությունը, որ զբաղվում է տղաների իրավական խնդիրներով։ Հիմա արդեն հասկանանք, թե ներսում ինչ ունենք։ Այս տարի օրինակ ժամկետային զինվորական ծառայությունը կրճատվեց 1.5 տարի։ Հաշվի առնելով, որ բոլոր նմանատիպ գործերի հետ արդեն դուք շփվում եք, արժեր այս փոփոխությունը կատարել, թե դա ոչինչ չի փոխում։ Տեսեք, այդ հարցին պատասխանելու համար պետք է ունենաս վերլուծություն, պետք է հասկանաս 2 տարի ծառայությունը, եթե դու կրճատում ես քո մարտունակությունը բանակի, տուժումա թե չէ։ Եթե մարտունակությունը չի տուժում, բնականաբար դա ողջունելի է, բայց ես այդ գնահատականը չեմ կարող տալ, որովհետեւ եկեք մարտունակության մասին չխոսենք, թեկուզ դա կարևոր է։ Տղաների հոգեբանության, որքանով են պատրաստ այդ ամեն դեպքում կես տարի։ Տեսեք, եթե տղաների հոգեբանության տեսանկյունից ենք խոսում, բնականաբար դրական է։ Տղաները 6 ամիս շահում են, այդ 6 ամիսը կարող են նվիրել իրենց ուսմանը, աշխատանքին, մասնագիտության մեջ այսօր կատարելագործվելը երիտասարդների համար շատ կարևոր է։ Եթե իրենք այդ 6 ամիսը կուղեն դրան, բնականաբար դա մեր հասարակությունը հետագայում ապագայում շահի։ Բայց պետք է նաև տեսնենք, արդյոք դա բանակում խնդիրներ կառաջացնի։ Մեր բանակը համապատասխան համալրում ունի, արդարացված էր այդ քայլին գնալը։ Այդ գնահատականը ես չեմ կարող տալ, որովհետև այդ գնահատականը տալու համար տեղեկատվություն է պետք, որը պետական գաղտնիք է եւ ինչ որտեղ ես վստահում եմ մեր իշխանություններին։ Մենք զանգ ունենք, ես ձեզ ընդհատեմ, որ ամեն դեպքում հիշեք ձեր խոսքը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Ես շնորհավորում եմ ձեր հաղորդումը հետևյուրին, հարցը շատ ճիշտ է բարձրացված, եւ ես համաձայն եմ, շատ ճիշտ պրոգրամ է կազմակերպված։ Հիմա բացատրեմ, հարցը հետևյալն է։ Հիմա օրինակ, եթե մարդ փող ունի, ասենք հայրը ունի բիզնես ունի կամ փող ունի, կգա այդ, չգիտեմ, 25-30 հազար դոլարը կտա եւ կազատի իր ծառայությունից եւ կարող է գնա ուզաճանակ Հայաստան, կուզի կգա կմնա, կուզի կետա կգա։ Իսկ եթե իրոք հաշմանդամա եւ այլն, ինքը կգա եւ կազատվի, որովհետեւ սպեսի կարևոր հարց կա, հիմնական հարցը ինչումն է։ Մարդ կա ուզում է որ իր ծնողները եկել են, բայց հիմա լավ վիճակի մը, բայց ինքը սիրում է իր հայրենիքը, ուզում է գա, բայց այդ վախը կա, ավելի լավ է, եթե փողը չունի ինքը, ասենք իր ուսումը ստացել Ամերիկայում, կոմպյուտեր գիտի, լավ անգլերեն գիտի, գիտություն ունի, բայց ուզում է հայրենիքն է սիրում, բայց վախենում է գա ծառայելու համար։ Ավելի լավ է գա ինքը, արդեն 1.5 տարի է բանակը, գա ծառայի, կամ ընդեղ պայմաններ է դրած, 6 ամսան այսքան պետք է վճարի, 3 տարան այսքան մի տարվան, փողրի գումարով։ Ավելի լավ 1.5 տարի ծառայի, որտեղ մեր հայրենիքի ապագան այսօրվա օրով շատ լավ է լինելու։ Ձեր հարցը կարող եք ձևակերպել։ Մի րոպե, վերջացնում եմ։ Կարող է ամուսնանա, երեխա բանա, բայց հայրենիքը այնքան լավ վիճակի լինի, մի 3-4 տարի հետո, որ ինքը Ամերիկանում կարող է ինստիտուտը կամ համալսարան ավարտած այդ կյանքը չունենա, ինչ որ հայրենիքում պետք է ունենա իր գիտություններով։ Դա մի առիթ է, որ հայրենադարձության վերադարձը կան մարդիկ։ Մեր փաստաբանը ձեզ հարց ունի, խնդրում եմ լսեք։ Դուք ընտանիքում ունեք տղա, ով Հայաստան գալու ցանկություն ունի, սակայն վախեր կան։ Ես մեծահասակ եմ, 2 աղջիկ ունեմ, 2 թոռներ ունեմ, սիզիզեն եմ,
մեկ արդեն համասարան ասում միսներ Ընդհանուր ձեզ ընդհանուր հայ ժողովրդի վիճակն է հետաքրքրում, այսինքն անձնական ընտանիքում խնդիր ունեցող չունեք։ Լոչի գադառնալու բայց հիմա մարդիկ կան որ սիրում են հայրենիքը ուզում են կան տեղը ապրեն Մի բան ձեզ հարցնեմ։ Ես անջատեցի, որտեղ արդեն ես դառնեք գիտեք ինչ խոսություն ժամանակի մեջ պետք է տեղավորվենք։ Տեսեք, մարդիկ ինչ են ասում են մենք սիրում ենք հայրենիքը։ Հիմա ես քանի որ մեզ դրսում նայում են, դիմեմ էլի մեր հայրենակիցներին, եթե դուք սիրում եք հայրենիքը, եկեք Հայաստան, Հայաստանում ապրեք, Հայաստանում գործարարություն արեք, օրինակ ես զարմանում եմ, մարդը զանգել է ու ասում է ես սիրում եմ Հայաստանը։ Եկեք Հայաստան։ Հայաստանում այսօր, փառք Աստծուն, աշխատանքի հնարավորություններ կան եւ ցանկացած ապրելակերպ Հայաստանում կարելի է վարել ակտիվ, գործարար, ստեղծարար սա մի ժամանակահատված է որ նաեւ բարեբախտաբար մենք ունենք նաեւ տնտեսական աճ մենք նայում ենք մեր տնտեսությունը կայուն է մենք ունենք տնտեսական աճ քաղաքական տեսանկյունից եւս կարծես թե Հայաստանում մենք մտնում ենք կայունության փուլ Եվ մենք նաև խաղաղության ենք գնում եւ դա էլ իրատեսական է եւ այս պայմաններում ասել մենք սիրում ենք Հայաստանը ու չգալ ուղղակի զարմանալի է տեսեք այդ նոտայի վրա ես ուզում եմ նաև ինչ ասել որ իրավունքի համահայկական կենտրոնում մենք որոշում ենք կայացրել որ օգնենք նաև Հայաստան վերադարձողներին այստեղ գործարարությամբ զբաղվելու հարցում շատ կարևոր է Հիմա իրենք զանգում են, ասում են ուզում են գանք հայրենիք։ Նախ հայրենիք գալը պարտադիր չի որ լինի ֆիզիկապես։ Ֆիզիկապես էլ կարող են վերադառնալ, բայց հայրենիք գալ դա նշանակում է մտքերով լինել հայրենիքում։ Ներդրումներ ունենալ։ Հա, նպատակներով, երազանքներով լինել հայրենիքում։ Այսինքն այստեղ կարելի է ունենալ անշարժ գույք, այստեղ կարելի է ունենալ բիզնես կամ բիզնեսում բաժնեմաս, ծրագրեր ունենալ այստեղ ակտիվ բիզնեսից բացի նաև ներդրումներ կարելի անել հայկական ընկերություններում, հա? Սա հայրենիք վերադառնալու ձև է։ Եթե սիրում եք հայրենիքը, վերադարձեք, եթե ֆիզիկապես չեք կարողանում, մտքերով, երազանքներով, նպատակներով, ծրագրերով եղեք հայրենիքում, եւ ինչի հենց իրավունքի համահայկական կենտրոն։ Մենք սովորական իրավական գրասենյակ չենք, էլի, այսինքն մեր նպատակը զուտ իրավաբանական կամ փաստաբանական ծառայություններ մատուցելը չէ։ Մենք ուզում ենք ամբողջ հայերի համար լինել միավորող, ամբողջ հայերի համար լինել գաղափար ստեղծող եւ այդ գաղափարը նաեւ դա կարողանանք կյանքի կոչել։ Մեր նպատակը, որ մեր հայերը գան Հայաստան, իրենք այստեղ ունենան գործընկեր, ով իրենց խորհրդատվություն կտա եւ իրավական, եւ ֆինանսական Երբեմն ասում են ինչպես են գալիս Հայաստան, այդտեղ իրավունքը չկա, այս չկա, այն չկա։ Մենք ավելի շատ են քան ապրելու հնարավորությունները։ Գալուց առաջ մենք ձեր խնդիրը լրիվ իրավական տեսանկյունից փորձաքննության կներկայացնենք, ձեր ծրագրերը մենք իրավական փորձաքննություն կանենք, այսինքն կասենք ծրագիրը որքանով է օրինական, ձեր նպատակները, որին դուք հասնում եք, ցանկանում եք հասնել, նպատակին հասնելու տարբեր ճանապարհներ կա բայց մենք օրինականը կգտնենք ձեր համար, օրինական, արդյունավետ, ճիշտ։ Ու իրավունքի համահայկական կենտրոնը հիմնականում ծանրաբեռնված լինելով այսօր բանակային խնդիրներով, ինչ ենք մենք այդ խնդիրներով ծանրաբեռնված, որտեղ մեր դրսի հայերի մոտ 80%-ի խնդիրը հենց դրանից է առաջանում։ Բայց վերադառնալ, բանակային խնդիրները լուծել եւ վերադառնալ, հետո այստեղ նաեւ ապրել, տնտեսական գործունեություն բան եւ մենք ուզում ենք այդ շարունակությունն էլ իրենց կողքին լինել եւ մենք այսօրվանից արդեն կարող եմ վստահ ասել, որ ունենք արդեն մասնագետների խումբ համապատասխան ստորաբաժանում, որ կարող ենք նաեւ աջակցել մեր հայրենակիցներին այստեղ Հայաստանում ցանկացած տիպի գործունեություն իրականացնելիս իրավական աջակցություն։ Պարոն Սարգսյան, փաստորեն պետք չէ խուսափել հայրենիք վերադառնալուց, պետք չէ խուսափել հայրենիքում ինչ որ գործունեություն ծավալելուց, որտեղ ձեր գրասենյակը պատրաստ է լինել այդ մարդկանց կողքին։ Դե այդ դեպքում եկեք հեռախոսահամարներ գուցե թողնենք, եթե ցանկացողներ կլինեն, ինչպես գտնեն ձեզ Facebook-յան էջ, մի խոսքով տվյալներ թողեք այստեղից։ Փաստաբան Տիգրան Սարգսյան Facebook-յան էջում մենք հրապարակում ենք անընդհատ
օրենսդրական փոփոխությունների, պրակտիկայի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություններ հայատար։ Գրում են փաստաբան Տիգրան Սարգսյան եւ իմ Facebook-յան էջին հետեւում են։ Իրավունքի համահայկական կենտրոնը եւս ունի պաշտոնական Facebook-յան էջ, Իրավունքի համահայկական ակադեմիան եւս։ Որոնումները թողանեն հայատար։ Հեռախոսահամարները կարելի ասել նույնիսկ գիտեն։ Ես նույնիսկ երբ ելույթ եմ ունենում, ասում եմ դուք գիտեք մեր հեռախոսահամարները, գիտեք մեր հասցեն, գիտեք մենք ինչով ենք զբաղվում։ Մեծ լսարանի գուցե եւ բարեբախտաբար ես հասել եմ նրան, որ նույնիսկ հեռախոսահամար հրապարակելու անհրաժեշտությունը չկա, դրսում ապրող մեր հայերը միմյանց փոխանցելով, իմ Facebook-յան էջին հետևելով լավ տեղեկացված են մեր գործունեության մասին եւ բարեբախտաբար մենք կարողացել ենք այդ վստահությանը արժանանալ, որի համար ես ինձ շատ լավ եմ զգում։ Ամեն դեպքում ասեմ, WhatsApp-ով, Viber-ով մենք միշտ հասանելի ենք ուղիղ զանգով եւս +374 94 17 16 70 դա իմ անձնական հեռախոսահամարը, որը աշխատանքայինից չի տարբերվում, եւ ունենք գրասենյակի հեռախոսահամարը +374 77 777 215 մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում, նույնիսկ այդ զանգերին պատասխանելը մեր համար բավականին դժվար է, ժամանակատար է, բայց մենք չենք զլանում։ Մենք ամուր նյարդերով աշխատում ենք, լսում ենք եւ օգնում ենք մեր քաղաքացիներին։ Պարոն Սարգսյան, հունվարին փաստորեն Պապիկյանն աշխատանքից ազատեց Պաշտպանության նախարարությունում աշխատող այն ծնողներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ։ Ըստ նրա, այդ խնդիրը պետք է համարել ազգային անվտանգության մակարդակի։ Համաձայն եք այս որոշման հետ։ Շատ ճիշտ է արել, համաձայն եմ։ Մենք համակարգում ունենք քննիչներ, որոնք նույնիսկ զինվորական քննիչներ, որ տանում են իրենց տղաներին քաղաքացիություն հայկական դադարեցնում են, պատկերացնում եք եւ ձեռք են բերում այլ պետության քաղաքացիություն։ Ոնց կարող է Պաշտպանության նախարարության աշխատողը իր երեխայի համար այլ երկրի քաղաքացիություն ստանալ։ Ու ընդհանրապես բոլոր տեսակի բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է այլ պետության քաղաքացիություն ունենան, իրենց ընտանիքի անդամները, երեխաները չպետք է ունենան այլ պետության քաղաքացիություն։ Դա նշանակում է, որ իրենց աշկը դուրսն է։ Դա նշանակում է, որ իրենք Հայաստանում ժամանակավոր են իրենց զգում։ Նման պաշտոնատար անձանց իհարկե համակարգում պետք չի հանդուրժել։ Շատ ճիշտ է արել, ողջունելի է։ Կա հասարակության մեջ այն տեսակետը, որ հիմնականում ծառայության են գնում սոցիալապես անապահով ընտանիքների զավակները։ Ընդ որում այս վերջերս էլ արդեն նորից կաշառքի գծով $11,000  3 տարի։ Պատերազմի ժամանակ մենք զոհված տղաներ ունենք, որոնց ծնողները եղել են բարձր պաշտոնյաներ, դատավորների երեխաներ են եղել, գործարարների երեխաներ են եղել։ Նման բան չկա, մեր հասարակությունում տես թյուր ընկալում թող չլինի։ Սոցիալապես վատ ապրողները չգիտես ինչի դուժողի այդ բարդույթի մեջ են, հոգեվիճակի մեջ են։ Փող չունեն, ուրեմն խեղճ են։ Իրենց նրանք ովքեր որ փող չունեն, իրանց թվում է թե իրանց իրավունքները միշտ խախտվում է, այդպիսի ընկալում ունեն։ Սա շատ վատ է, որովհետև լարվածություն է ստեղծվում, անհանդուրժողականություն է ստեղծվում, լարվածություն է ստեղծվում հասարակության մեջ, այդպես չէ։ Մենք ունենք բավականին ազդեցիկ գործարարներ, ում տղաները ծառայել են, ծառայում են, եւ եթե այդքան հեշտ լիներ բանակից ազատել, կազատեին։ Հիմա այդ ժամանակներն անցել է, էլի խաղը կոռուպցիոն են։ Մի ժամանակ կար, որ այդ կոռուպցիան ամենուր էր։ Թեկուզ ծառայության մեջ էին, բայց տունն էին, այսինքն կարային հրամանատարին տարին ամսական այն ժամանակ $100 տունը լինեին ծառայության։ Այսինքն բանակից հիմա հեշտ չեն ազատվում այդ հիվանդության թղթերը պատրաստելը։ Նայեք, բանակից եթե այն ժամանակ ազատվում էին համատարած կոռուպցիայի շնորհիվ, հիմա բանակից ազատվում են, նույնիսկ այսօր հիվանդությունները, որ ժամանակին ազատվում էին, այդ հիվանդություններն են կրճատվել։ Դա ես քննադատում եմ, դա չեմ ընդունում։ Հիվանդներին ծառայության տանելը ճիշտ չի։ Դրա համար այդ դեպքում մենք շատ ենք օգնում, բողոքարկում ենք, ամեն դեպքում պայքարում ենք, որ հիվանդ մարդը չգնա ծառայության։ Բայց հիմա նույնիսկ հիվանդություններով տանում։ Իմ մոտ, ես որպես փաստաբան, իմ մոտ նույնիսկ գալիս են, չեմ ուզում տենց անուններ տամ, բայց շատ բարձր պաշտոնյաների հարազատներ։ Գալիս են իմ մոտ, ասում են մենք առողջական խնդիր ունենք, մեզ բանակ են տանում օգնի, որպես փաստաբան։ Այսինքն չեն գնում իրենց հարազատի մոտ, որտեղ իրենց հարազատը իրանց չի ընդունում, ասում է օրենքով ոնց կա, տենց։
այսօրվա դրությամբ բավականին բարձր պաշտոնյաների հարազատներ գալիս են մեր գրասենյակ, փաստաբանական օգնություն են ստանում, որտեվ հիմա այդ կոռուպցիոն բաները չկա։ Մեկ եթե լինում էլ է, դա հրապարակվում է, այսինքն այդ մարդիկ երկար չեն կարող ապօրինություններ անել ուշ թե շուտ բացահայտվում է եւ պատժվում են։ Իհարկե ցանկացած պետությունում կարող են լինել դեպքեր ապօրինության։ Այսինքն ովքեր ուզում են իրականում ազատվել, եթե ունեն հիվանդություն, գերադասում են արդեն օրենքի Այլ շրջանակներում, տարբերակ կարծես թե չունեն իրենք։ Կոռուպցիոն տարբերակները շատ ռիսկային են, որովհետև պետության ղեկավարությունը դա մերժում է, միջին օղակներում եթե փորձեն, ռիսկ է, կարող է բացահայտվի եւ իրանք խիստ պատասխանատվի։ Դրանով եք դուք վստահում իշխանություններին, ասում եք վստահում եմ իշխանություններին։ Այո, ես ուզում եմ վստահել իշխանություններին, ցանկանում եմ վստահել։ Ես սիրում եմ պետությունը եւ հույս ունեմ, որ իրենք մեզ չեն խաբում կամ գոնե գլոբալ հարցերում չեն խաբում։ Շատ եմ ուզում վստահել։ Մեր ժամանակը մոտենում է ավարտին, մենք ընդամենը 3 րոպե ժամանակ ունենք, ինչի մասին չենք խոսել կամ չհասրեցինք խոսել, որ այսօր այստեղից կարող եք։ Ընդ որում մենք զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք, մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ հնարավոր է մենք դուրս գանք ABC-ից, բայց շարունակենք Նոյան Տապանի պատվիրոնում, այնպես որ հետևեք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Ուզում եմ պարոն Սարգսյանի մեջ շնորհակալություն հայտնել մեր պաշտպանի, մեր հայրենիքի շահերը բարձր մակարդակով պաշտպանելու եւ անաչառ գործունեության համար։ Ուզում ենք, որ միշտ տենց նման նվիրումն ու մասնակցական ազդեցությունը գնահատելի լինի մեր բոլոր կողմից։ Շատ շնորհակալ ենք մեր պաշտպանին։ Ուզում ենք, որ փառք ու պատիվ լինի նրա տեսակի։ Շնորհակալ ենք մենք այս անգի համար։ Շնորհակալություն, շատ Պաստորեն գուցե այն մարդիկ են, ովքեր օգտվել են ձեր ծառայություններից, եւ քանի որ ժամանակ ունենք, խոսենք նաեւ ձմեռային զորակոչվի անցկացման ժամկետը այս տարի փաստորեն հունվարի 31-ից երկարաձգվեց մինչեւ 26 թվականի փետրվարի 13-ը։ Սա արդարացված էր, ինչ որ գործեր եղան, որ դուք ինքներդ էլ դրանց հետ առնչվեցիք, թե ոչ։ Նայեք, շատ դեպքերում այո, արդարացված է, որովհետեւ բժշկական հետազոտությունները ձգձգվում են եւ զորակոչի ավարտին շատ տղաների կարգավիճակը պարզ չէ։ Այդ դեպքում իրենք չեն կարողանում մեկնել ծառայության, միևնույն ժամանակ չեն ստանում տարկետում։ Կիսատ անում հետազոտությունը եւ տեղափոխվում է հաջորդ զորակոչ, իրենց կարգավիճակը պարզ չէ, դա բնականաբար անորոշություն է եւ պետության համար, եւ զինկոմիսարիատների համար, եւ տվյալ քաղաքացու համար իր կյանքը կազմակերպելու տեսանկյունից հասկանա ինքը վերջապես պիտանի էր, պիտանի չէր, ու այդ կիսատ թողած այդ բժշկական փորձակնությունները, որպեսզի ավարտին հասցվի, երբեմն պետք է մի շաբաթ, երկու շաբաթով երկարացնել, կարծում եմ արդարացված էր։ Եվ նաև հաղորդման, քանի որ ժամանակը ավարտվում է, ես չխոսեցի, բայց ուզում եմ վերջում նաև այդ թեմային անդրադառնալ։ Երկար ժամանակ ես պայքարեցի, որ Հայաստանում լինի համաներում եւ ներվեն Հայաստանից դուրս բնակվող մեր երիտասարդները, ովքեր հետապնդվում են քրեական գործերով բանակում չծառայելու համար։ Երկար ժամանակ ես պայքարեցի, խոսեցի, այդ համաներումը շատ մեծ խնդիր կլուծի, շատ մեծ։ Եվ զանգվածային հայրենադարձություն կլինի, ես էլ եմ կրկնում, հայրենադարձությունը պարտադիր չի ֆիզիկապես գալ, նպատակներով, ծրագրերով, երազանքներով, եւ այսօր էլ օգտվելով եթերից, որի համար շատ շնորհակալ եմ եթերի համար, ուզում եմ ասել, որ այդ գաղափարը դեռ ես կրում եմ, այդ գաղափարը դեռ ես ինձ մեջ ունեմ եւ ես շատ կուզեի, որ մեր դրսի հայերը եւս պահանջեին, նաեւ մեր կենտրոնը պատրաստ է այդ նպատակով իրականացնել քննարկումներ, եթե պետք է նույնիսկ մենք կարող ենք, չգիտեմ, կազմակերպել միջոցառումներ, հրավիրել մասնագետներ եւ կարողանալ համոզել մեր իշխանություններին, որ այդ համաներումը բխում է մեր պետության եւ ազգային շահերից։ Դե 15 միլիոն վճարում, որոշ դեպքերում գալ 3-4 ամիս մնալ բժշկական փորձակնություններով ազատվել այդ 15 միլիոն վճարումներից, դրանք արհեստական խոչընդոտներ են, խնդիրներ են, մարդը գիտի, որ
մենք բացատրում ենք, գիտի, որ ինքը կարող է 3-4 ամիս մնա, 15 միլիոնը չվճարի, որովհետև ինքը հիվանդություն ունի, առողջական խնդիր ունի, հաշմանդամություն ունի, բայց ասում է 3-4 ամիս եթե ես այդտեղ գամ, չգիտեմ, ապրում եմ Գերմանիայում, չունեմ կարգավիճակ, եթե ես գամ Հայաստանում իմ խնդիրը լուծեմ, հետո հետ Գերմանիա մտնելը իմ համար խնդիր է։ Ինքը չի գալիս։ Մենք ունենք Իսպանիայից տղա, ով եկավ հաշմանդամություն ուներ, բայց 15 միլիոն մուծեց, ասեց ես չեմ կարող 1 շաբաթից ավել Հայաստանում մնալ, ես չեմ կարող 2-3 ամիս սպասել։ Ու ինքը մուծեց այդ 15 միլիոնը եւ այսօր պետք է ասել, որ դա անարդար էր այդ տղայի նկատմամբ։ Այսինքն, որpիսի մենք այսպիսի խնդիրներ չունենանք, մեզ պետք է համաներում, դա ազգային շահերից է բխում, դա մեր պետության շահերից է բխում, դա հայ ժողովրդի համերաշխության, իրար ներելու, իրար հասկանալու տեսակյունից շատ կարևոր է։ Այդ ծառայած, չծառայած, որ մեկ ասում է ես ծառայել եմ, դու չես ծառայել, ինձանից լավն ես, դու ծառայել ես, որտեվ Հայաստանում ես ապրել։ Նա չի ծառայել, որտեվ Հայաստանում չի ապրել, բայց երկուսդ էլ հայ եք, պետք է եղբայրաբար լինեք եւ իրար օգնեք։ Եվ պատահական չի, որ ձեր ակադեմիայի եւ կենտրոնը համահայկական է, որտեղ միավորում եք ամբողջ հայությանը։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն այսօրվա հաղորդման համար, հարցերը բավականին շատ են, հարցից հարց է առաջանում, գուցե մենք կփորձենք ինչ որտեղ հատվածաբար մեր հանրությանը ներկայացնել խնդիրները, իրազեկ դարձնել տղաներին իրենց ծառայության եւ պարտականությունների եւ ծառայությունից չխուսափելու քրեական գործը չհարուցելու համար իրենք պետք է իմանան իրենց սահմանադրական իրավունքները, իրենց պաշտպանելու ձևերը։ Այնպես որ կարծում եմ մեր հաղորդումները կլինեն շարունակական բնույթ։ Շնորհակալ եմ եթերի համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։